Գյուլիստանը եղբայրական Ադրբեջանի Շահումյանի շրջանի հայկական գյուղերից մեկն է։ Գյուլիստան, որ նշանակում է Վարդաստան։ Գյուղը ապրել ու հարատևում է անտառի ու խստաբարո լեռների հետ ու սուսի, ապավինած դարերից եկող հզոր արմատներին։ Եվ այդ արմատները շարունակվում են, սնվելով մռավ սարի փեշերին, պատմություն դարձած Բերդի ամուր շաղախից եւ այսօր Գյուլիստանում ապրող մարդկանց արյան կանչերից։ Գյուլիստանի Բերդը հազարավոր դեպքերի պատմություն դարձած իրադարձությունների ականատեսը։ Հազարավոր քարավաններ են անցել այս ձորերով։ Սրեր են խաչվել, այրուձիներ են բախվել այստեղ։ Քանի անգամ է պաշարվել, քանի անգամ է թշնամին սև բաղեղի նման փաթաթվել ոտքերին, սակայն աննկուն է մնացել Բերդի ոգին, անպարտ է մնացել իր հողի համար կռվող ժողովուրդը։ Հիմա ասես լեգենդից են սերած հայ ազգային ազատագրական պատերազմներում նահատակված գյուլիստանցի Աբրահամ Սպարապետի, Մելիք Բեգլարի, Մելիք Հովսեփի, Մելիք Աբովի անունները։ Իդեպ մատենագիրները նշում են, որ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը Մելիք Աբովի շարավիղներից է։ Այսօր գուցե անսովոր թվա այս պարզ գործիքը, երկանքը, կամ Գյուլիստանի բարբառով արկանքը։ Հատիկը մանրուն ձավար է անում։ Գյուլիստանցի մի մատ երեխան էլ արկանքի մոտ կհիշի իրեն հասած խաղիկը։ Աղի արկանք, մաղի արկանք, քեզանում կա էլհա հարգանք։ Խնոցին ճոճում են այնքան, մինչև ծունկ են տալիս, ու խնկագույն կարագը բաժանում թանից, և խնոցի հարելիս նրանք երգում են մեղմ, խնոցու ճոճքի հետ երկարացնելով բառերը։ Խնեցի, հրեցի, եղավ պարտքս տվեցի, թանով տունս պահեցի։ Արև կպավ մռավ սարին, շողքը յարից թշի խալին, էդ երբ կլնի մեր տունը գաս, բաժինքդ քու գործած խալին։
Ողջիս միջին երկու կթալ, մինը իմնա, մինն իմ յարին, խիչի գալիս անաստված, անցակենում երկու տարին։ Սարի ձիավոր ա գալիս, ձին սև ա, թևավոր ա գալիս, ձիու ոտքը քարին դիպչում, կայծակ ա, հրեղեն ա գալիս։ Այսպես է ապրում Գյուլիստանցին, իր հողի, սարի, անտառի հետ ապրում է ու շարունակում է պապերի արհեստները։ Հաց է թխում եւ ինչպես միշտ առաջին հացը հարևանինն է, անցորդներին է։ Հարսանիքերին պարում է, նորածնի համար աչքալուսան քանում, գարնանը հատիկ է պահտալիս հողին, ծառ է տնկում, խոտ է հնձում, բերք հավաքում։ Եվ այս փոքրիկները, որ հին տապանակարերին թիկնած անուշ են անում թոներից նոր հանած հացը, վաղը պիտի խոնարհվեն ասթանկչողների խիզախ անցյալի առաջ, և կեսատու ապրող ու ապրեցնող արմատները նրանց բարձրացնելու են վեր, հավատարիմ մնալու ծննդավայրում ապրող ավանդներին։ Իսկ երբ իջնում է ձյունը, նրա էության մեջ զնգում են հինավուրց ասկերը, և ասես հեքիաթից նրա ականջին է հասնում պապերի խոսքը։ Անարմատ ծառը թեթև քամուց էլ կընկնի, արմատահան կլինի։ Արմատ ունեցեք, մի մոռացեք, որ հողը մարդով է հող։ Եվ զարմանալ պետք չէ, եթե ձյան ճերմակի մեջ տեսնեք կանաչ մատղաշիվեր։ Դա Գյուլիստանն է, Վարդաստանը, Գյուլիստանցին է, որ ապրում է իր մռավ սարի փեշերին փռված պապերի օրրանում։